Ես նոր պատահական չնշեցի, որ Ադրբեջանի ներգրավելը այս գործընթացներին անվճար չէ։ Դուք մտածում եք թուրք-ադրբեջանական տանդեմին, ամերիկա-իսրայելական տանդեմը եւ նրանց եվրոպացի գործընկերները Արցախը ծրի նվիրեցին, այս սրա համար են նվիրել։ Ավելի մեծ գլոբալ եւ ավելի թանկարժեք գործողություններում ներգրավելու համար։ Ադրբեջանը Արցախը անվճար չի ստացել, Ադրբեջանը Արցախը ստացել է հագաիրանական գործընթացներում ակտիվ մասնակցելու համար։ Սա է ճիշտը, սա է իրականը։ Եվ ինքնըստինքյան էդել անվճար չի լինելու, դուք էդել գիտեցեք։ Եթե պետք եղավ եւ Իրանը քանդվեց, մեխանիկորեն Իրանի հյուսիս-արևմուտքը, որը բնակեցված է էթնիկ թուրքերով, եւս անցնելու է Ադրբեջանին։ Եվ ադրբեջանցիները պատահական չէ, որ պետական մագարտակով ոչ միայն անընդհատ խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին։ Ես կրկնում եմ պետական մագարտակով, որքան ուզում է կապիտուլյանտ ոչնչությունը եւ իր թայֆան զառանց են աճուցախ, թե Ադրբեջանի նախագահն էլ արևմտյան Ադրբեջան չի ասում։ Ադրբեջանի նախագահան չի ասում, բայց իրեն ենթակա Յենի Ադրբեջան կուսակցության ներկայացուցիչ Ազիզ ուրեմն Ալեք Բերլին, ով համարվում է արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպության ղեկավարը, ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ է տալիս ու ասում է, որ ադրբեջանցիները չագերտավորացած վերադառնալու են իրենց պատմական հայրենիք, արևմտյան Ադրբեջան։ Այ Արաբատ գործակալ ոչնչություն Միրզոևը բանի հետ Բայրամով է, թող սրա մասին խոսի, ոչ թե իր հալով Իրան քննարկի, թե մենք ով ենք, որ Իրան քննարկենք Ադրբեջանի հետ։ Ու ընդհանրապես Ադրբեջանը ով է այս գլոբալ խաղերում։